Բարեձեզ Հենրի, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների կանդրադառնանք, քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը աչքի է ընկնում հերթական հայտարարություններով, ըստ էության ներողություն բառի համար, բայց թքելով նաև այն մարդկանց վաստակի վրա, ովքեր կանգնած են Արցախյան շարժման ակունքներում, նախագահներից մինչև բոլոր այդ ժամանակաշրջանի եւ ոչ միայն Այս իրականությանն ենք աղերեսվում, ասում է Արցախյան շարժումը թակարդ է եղել, Ղարաբաղի հարց չկա, ես փակել եմ այս հարցը, թե չէ մեզ 50 տարի քարշ էին տալու, Հայաստանի Հանրապետություն չունեինք, վերել եմ Հայաստանի Հանրապետություն, ընդդիմադիրներին է շարունակում է սպառնալ, վնգունները արդեն դուրս է գալիս, դրան գումարած նաև այնօր խոսում էր Սյունիքում կարծեմ ոտու ձեռքը ջարդենք, վարչապետ են ուզում դառնալ, խնդրեմ մեզ ամենը այս ունից դուրս գալը ինչով է պայմանավորված ըստ ձեզ։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար, սիրելի հայրենակիցներ, մենք այսօր տեսնում ենք նախընտրական քարոզարշավ, որը կարելի է ըստ էության անվանել նախընտրական մերժում Նիկոլ Փաշինյանին եւ իր թիմին, որովհետեւ մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր հայրենակիցները արձագանքում Նիկոլ Փաշինյանի կեղծ խաղաղության պնդումներին, ինչպես են արձագանքում կեղծ հայրենասիրությանը, դա հայրենասիրությունն է, որի մեջ չկա Արարատը, չկա Հայաստանի Հանրապետությունը, այն տեսքով, որով որ մենք պատկերացնում ենք առհասարակ չկա Արցախը եւ չկա հայկական ինքնությունը, հայկական ինքնություն, որի համար դարեր շարունակ մենք պայքարել ենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանի թեզերը ամբողջությամբ կեղծիք են։ Կա պատմական ճշմարտություն, որ մի քանի հազար տարի Նիկոլ Փաշինյանը առաջի ղեկավարն է մի քանի հազար տարվա պատմության մեջ, ում օրոք Արցախում հայեր չեն ապրում։ Սա պատմական ճշմարտությունն է։ Մի քանի հազար տարվա ընթացքում երբեք չի եղել մի ժամանակահատված, որpիսի մենք կարողանանք կարդանք, արձանագրենք, որ Արցախում հայեր չեն ապրում։ Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով է, որ այսօր Արցախում հայեր չեն ապրում։ Եվ այդ կեղծ խաղաղության թեզը վառ իրականությանն է Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության։ Այսինքն խաղաղություն, որտեղ չկան հայեր։ Սա է Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը, որովհետև տեսնում ենք այսօր Արցախում խաղաղ է, բայց հայեր չկան։ Նույն խաղաղությունը Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու պարագայում կբերի Սյունիքին, նույն խաղաղությունը կբերի Հայաստանի այլ տարածքների, որովհետև մենք գիտենք, որ այսօր Հայաստանից օկուպացված է 240 քառակուսի կիլոմետր եւ այդ օկուպացված լինելու դեմ որևէ հայտարարություն, որևէ խոսակցություն անգամ չկա, բայց սեփական ազգային շահերը պաշտպանելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը իրականացնում է տարբեր պրոյեկտներ, որոնք ոչ միայն Հայաստանի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության դեմ են, այլև դեմ են մեր դաշնակիցներին, որևէ ձև ձեռ չի տալի հայ ժողովրդին այն գործողությունները, որոնք արվում են Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դուք տեսաք, օրեր առաջ Հայաստանում ընդունել էին Զելենսկուն, ով այսօր այստեղ Հայաստանի Հանրապետությունում սպառնում էր, որ Մոսկվայում հաղթանակի օրը որևէ ինչ-որ ուրեմն անօթաչու թռչող սարքերով հարձակումներ կիրականացվի Մոսկվայի Կարմիր հրապարակի վրա։ Այն հաղթանակի, որի համար կռվել է 600,000 հայ, այն հաղթանակի, որի համար իր կյանքը տվել է 320,000 հայ, ունեցել ենք տասնյակ գեներալներ, տասնյակ պարգևատրված, հազարավոր պարգևատրված հայորդիներ, ովքեր ունեցել են բարձր աստիճանի պարգևներ, մարշալներ եւ այլն, բայց Նիկոլ Փաշինյանը անգամ դա է ուրանում, ինչի մասն է խոսքը, որովհետեւ այդ հայտարարությանը չարձագանքելը, այդ հայտարարության համար հարթակ տալը Հայաստանի Հանրապետությունում դա ուրացում է ոչ միայն այսօրվա իրականության, դա նաեւ ուրացում է այն հաղթանակների, որոնք մենք տոնել ենք, որոնց մենք մաս ենք կազմել, հայ զինվորը Բերլինում քոչարի էր ապարում, որովհետեւ հաղթող էր, հայ զինվորը Շուշիում քոչարի էր ապարում, որովհետեւ հաղթող էր, իսկ Նիկոլ Փաշինյանը ասում է եկեք հրաժարվենք այդ բոլոր հաղթանակներից եւ գնանք այդ թուրքական կամ ադրբեջանական ինչ որ բաների ինչ որ
փշրանքների հետևից, որ տեսակ Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանը մեծ երջանկությամբ ասում էր, որ Թուրքիայում ինչ որ, չգիտեմ ինչա բացվե, Թուրքիայի սա ինչ որ որևէ շոշափելի ազդեցություն չունեցող մեր տնտեսության վրա բանաբացվե, բայց իրանք ԵԱՏՄ-ից ուզում են դուրս գան։ ԵԱՏՄ-ի համար Հայաստանի Հանրապետությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տարիներ շարունակ լուրջ գործընթացներ է դիվանագիտական իրականացրել, որպեսզի մենք կարողանանք ԵԱՏՄ անդամ դառնանք։ Իսկ այսօր մենք տեսնում ենք, թե ինչ են անում Նիկոլ Փաշինյանի իշխանությունները, ինչ են անում դիվանագետները մեր ռազմավարական դաշնակիցների հետ։ Մենք տեսնում ենք, որ այսօրվա կառավարիչների գործընթացը, հրետորաբանությունը, իրենց մոտեցումները հայանպաստ զարգացումներ չեն բերում, որովհետև կան ժամանակագրական տվյալներ, հրաժարվելով Արցախից, հրաժարվեցին Հայաստանի Հանրապետությունից, հրաժարվելով մեր մարտունակ զինված ուժերից, հրաժարվեցին անվտանգությունից, հրաժարվելով անվտանգությունից, հրաժարվում են ցեղասպանությունից, հրաժարվելով ցեղասպանությունից վաղը հրաժարվելու են ամբողջ Հայաստանից եւ մեր ինքնությունից, որպես այդպեսին, որովհետեւ այս օրվա կառավարիչները բացահայտ խոսում են դրա մասին, բացահայտ ասում են Արարատը մերը չի, մի նայեք անգամ Արարատի ուղղությամբ, ասում են Արցախը մերը չի եղել, նորից եմ կրկնում 5000 տարվա ժամանակագրական ռետրոսպեկտիվ վերլուծությունը ասում է, որ Նիկոլ Փաշինյանը 5000 տարվա մեջ միակ ղեկավարն է, ում օրոք Արցախում հայ չի ապրում, տենց բան երբեք չի եղել, հասկանում եք, այսինքն հա ինքը կարա հրաժարվի, ինքը կարա ամեն ինչ անի, որ իր սեփական աթոռը պահի, բայց դուք տեսնում եք, ի պատիվ մեր երևանցիների ու մնացած մարզերի մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների, դուք տեսնում եք ոնց է իրանք վերաբերվում այդ Ավինյան Տիգրաններին եւ այլոց, որոնք մի 10 անգամ խաբել են մեր քաղաքացիներին, հիմա 11-րդ անգամ են ուզում խաբեն, որպեսզի կարողանան իրենց հանձնումները իրականացնեն վերջնական, որպեսզի կարողանան իրենց ծրագրերը վերջնական իրականացնեն, բայց իրենց մոտ որևէ բան չի ստացվելու, որովհետեւ ես նորից եմ ասում, սա մերժման գործընթաց է այսօր, որ դուք տեսնում եք Արդեն Ռուսաստանի նախագահը կոնկրետ հարց է դնում, որ այսպես ասենք, էլ խաղալու տեղ չունի, ճանապարհ չունի, պետք է որոշում կայացնի։ Խնդրեմ ես ասած այդ տեսակետը։ Մենք բազմիցս հայտնել ենք մեր տեսակետը տարբեր հարթակներում, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության համար միակ ռազմավարական դաշնակիցն է եղել, կա եւ շարունակում է մնալ։ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները կրում են 100-ամյակների պատմություն, հայ ժողովրդի եւ Ռուսաստանի ժողովրդի հարաբերությունները 100-ամյակների պատմություն են իրար հետ պատմություն ունեն եւ մենք իրար հետ ունեցել ենք հաղթանակներ, այն որ ես խոսում եի հաղթանակների մասին, այդ հաղթանակների մեջ մենք ուսուսի իրար կողքի կարողացել ենք ապրել, կարողացել ենք ստեղծել, արարել եւ միասնական իրար հարգելով մինչեւ 2018 թվականի ապրիլի 23-ը միասնական կարողացել ենք դիմակայել բոլոր մարտահրավերներին, բոլոր եւ աշխարհակարգի փոփոխությունը, որի դեմ Ռուսաստանի Դաշնությունը միայնակ պայքար մղեց եւ այսօր արդեն տեսնում ենք, որ նրանք հաղթանակ են տանում բազմաբևեռ աշխարհի ձևավորման գործընթացում, Ռուսաստանը այն պետությունն էր, որը միայնակ դուրս եկավ միաբևեռ աշխարհակարգի դեմ եւ այսօր մենք տեսնում ենք, որ Չինաստանում Միացյալ Նահանգների ղեկավարը գնացել է հարաբերությունների շտկման ակնկալիքով եւ սրա այս ամեն ինչի մեծագույն դերը, այս ամեն ինչի հաղթանակի բազմաբևեռ աշխարհակարգի դերը նաև մեր հարևան Իրանինն է, որովհետև Իրանը ըստ էության ոչ միայն մերձավոր արևելքում, այլ նաև առհասարակ աշխարհաքաղաքական առումով փոխեց ընթացքը եւ պահպանեց իր դիրքը եւ պահպանեց իր պետականությունը, որովհետեւ կռվեց եւ Իրանի ժողովուրդը
եւ Իրանի ռազմավարական ղեկավարությունը եւ Իրանի առհասարակ բոլոր շերտերը կռվեցին, պայքարեցին, որպեսզի ունենան անկախ պետություն, անկախ պետականություն եւ մենք տեսնում ենք այսօր այդ հաղթանակի, այդ ձեռքբերումների արդյունքը Պեկինում, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը ուզում էր գնալ հաղթողի կարգավիճակով, բայց տեսնում ենք, որ գնացել է առերեսվել է բազմաբևեռ, արդեն այլևս բազմաբևեռ աշխարհակարգը իրականություն եւ բազմաբևեռ աշխարհակարգի գլխավոր անկյունակարային նշանակություն ունեցող պետությունը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, ում հետ Նիկոլ Փաշինյանը ուզում է իր հարաբերությունները փչացնի, հասկանա՞ք, սա իրանց հերետորաբանությունը։ Հիմա թաղամասերին, հա, որ կոնկրետ այսօր արդեն Երևանում բախվում է թաղամասերից, ուղղակի փախուստ է դիմում այս մասով։ Տեսեք, այսօր իրանք փորձում են վախի մթնոլորտ ձևավորեն, իրանք ասում են ով մեր դեմ չի, ով մեր հետ չի, մեր դեմ է, այսինքն ով անդիմախոսա պետք է հայտնվի բանտերում, մենք գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը նոր չի այդ քաղաքականությունը վարում։ Մենք ունենք տասնյակ քաղաքական բանտարկյալներ, հանրապետական կուսակցությունը օրեր առաջ Եվրամիության տարբեր ներկայացուցիչների գալու կապակցությամբ իրականացրել է տարբեր ակցիաներ, որպեսզի ասվի աշխարհի բոլոր ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են եկել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, Հայաստանում չկա խոսքի ազատություն եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը այսօր առերեսվում է ժողովրդի հետ, որովհետեւ Մարիամ ջան, իրանք սովոր են տասնյակ հարյուրավոր թիկնապահներով զբոսնել, բայց այսօր իրանք ստիպված պետքա քարոզարշավ իրականացնել, այդ քարոզարշավը իրականացնելուց պետքա ժողովրդի հետ ուզած շփվեն։ Եվ այդ շփման ընթացքում ժողովուրդը իրանք հարցերը տալիս, մի րոպե, Տիգրան Ավինյան, բա դու մեզ մի բան էիր խափում, հիմա եկե ուրիշ բան ես փորձում ես համոզես։ Նիկոլ Փաշինյան, դու մի բան էիր մեզ խափում, հիմա եկե ասում ես խաղաղություն եմ ձեզ բերելու, Արցախը չի եղել, բայց եթե Արցախը հայկական չի եղել, դու ուր էիր, այդ հազարավոր մեր լույս տղեկին խի տարար սպանեցիք։ Բայց եթե Արցախը հայկական չի եղել, քո տղեն Ղարաբաղում ո՞նց էր ծառայում։ Եթե Արցախը հայկական չի եղել, դու ո՞նց էիր գնացել Արցախ ասում Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Այսինքն այդ ուղղակի էի անում, որպեսզի պոպուլիստական ինչ-որ ձեռքբերումներ ունենաք մեր ժողովրդի, մեր տղեկի կյանքի հաշվին էիք այդ ամեն ինչը անում։ Հիմա էսա իրանց հերետորաբանություն, ինչ լնում է, ասում են սա ինչ-որ բան է, ռուսներն են, չգիտեմ, ֆրանսիացիներն են, այնա, չինացիներն են, այն եսի ով է մեղավոր, միակ մեղավորը իրանք են, որովհետև իրանք են Հայաստանի իշխանությունը, եւ մենք միշտ վարել ենք եւ քաղաքականություն բալանսավորված Սերժ Սարգսյանը կարողացել է եւ ԵԱՏՄ-ի անդամակցություն ապահովել եւ ՍԵՊԱ-ի համաձայնագիր ապահովել հայ ժողովրդի համար վարելով եւ քաղաքականություն եւ Չինաստանի հետ ունենալով լավ հարաբերություններ եւ Իրանի եւ Ռուսաստանի եւ Արևմուտքի հետ ունենալով ոչ թե երկիրը տանել, որպեսի դառնա ինչ որ մեկի խամաճիկը, որպեսի անես աշխարհակաղակական ռևերանսներ քո իշխանությունը ամրագրելու համար։ Սամվել Կարապետյանը իր խոսքում շատ կոնկրետ ասել է տարբեր բաներ Նիկոլ Փաշինյանի մասին, որոնք վստահաբար ժողովրդի միասնական էմոցիա է, եւ մենք գիտենք մի բան, որ մենք չունենք այսօր իշխանություն, որը ունի լեգիտիմություն, չունենք իշխանություն, որը ունի ժողովրդի կողմից ընկալելի լինելու այն չափը, որը ունեցել է ժամանակին խաբելով։ Մենք գիտենք այսօր, այո, Նիկոլ Փաշինյանը վայրահաչոցները Սամվել Կարապետյանի ուղղությամբ նրա պատճառով, որովհետև Սամվել Կարապետյանը ընդդիմության մեջ առաջատար ընտրությունների գնացող առաջատար տեխնացու է, քաղաքական ուժի ղեկավար է, եւ մենք այս տաղավարում շատ ենք խոսացել, որ
Սամվել Կարապետյանը ունի շոշափելի ձեռքբերումներ Հայաստանի հայ առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի հետ շփման մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանի ձեռքբերումները մենք տեսնում ենք որն են։ Եվ նաեւ Գագիկ Ծառուկյանը շատ կարևոր մի համեմատություն արեց, ասելով, որ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ քաղաքացիական պայմանագիր ընտրող մարդիկ ընտրում են Իլհամ Ալիևին եւ Էրդողանին, նրա ի պատասխան, որովհետեւ նույն ձեր ասած Նիկոլ Փաշինյանը Ծառուկյանի մասին էլ ասում էր, որ ով Ծառուկյանին ընտրում է Լուկաշենկոին։ Մենք տեսնում ենք այդ անառողջ մթնոլորտը, որը սերմանում է Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նա սիրում է քաոս ստեղծել, այդ քաոսը կառավարել, պետքա ուղղակի չտրվել քաոսի, պետքա պահպանել միասնականությունը եւ միասնականությամբ եւ քաղբանդարկյալների խնդիրը կլուծվի։ Դուք տեսնում եք, որ նաեւ արդեն 10-րդ դատն են հետաձգում Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի, քաղբանդարկյալ Դավիթ Համբարձումյանի, ում կոնկրետ քաղաքական հետապնդման պատճառով տարեփակել են բանտում եւ նորից եմ ասում, այո, եւ նորից եմ ասում, թող չփորձվեն Դավիթ Համբարձումյանի, Սամվել Կարապետյանի, Արշակ Սրբազանի այդ խափանման միջոցները, Արմեն Աշոտյանի խափանման միջոցները փոխելը Նարեկ Սամսոնյանի ձևակերպեն որպես ինչ որ մեղմացուցիչ հանգամանք, հա, դա նույն քաղաքական հետապնդումն է, նույն ռեպրեսիաներն են, նույն գործընթացն է, որով նրանք փորձում են ընդդիմությանը ճնշեն, բայց նրանց մոտ ոչ մի չի ստացվելու ամփոփելով ելույթս ուզում եմ ասել, որ սիրելի հայրենակիցներ շատ հպարտանում եմ ես ձեզանով բոլորով այդ բոլոր կապ չունի ինչ կուսակցական կողմնորոշում ունեք, խնդրում ենք մեր կարևոր թեզը նա է, գնացեք որ գնան, այսինքն գնացեք ընտրությունների, մասնակցեք ընտրարշավին, թեև հանրապետական կուսակցությունը չի մասնակցում ընտրություններին, հատուկ եմ ասում, մենք աթոռի համար չենք ասում, մենք պաշտոնի համար չենք ասում, մենք մեր հողն ու ջուրը պաշտպանելու համար ենք պայքարում եւ խնդրում ենք դուք յուրաքանչյուր քաղաքացի թող տեր լինի իր ձայնին, իր քաղաքացիական պարտքը կատարի, անպայման գնացեք ընտրությունների եւ մասնակցեք ամեն ինչին, սիրելի հայրենակիցներ, լավ մնացեք, խոսանք հաջորդ շաբաթ։